Թեղուտի այս տարածքը դեռևս 2007 թվականին անտառապատ էր, մինչև տարեվերջ այստեղ արդեն պղինձի և մոլիբդենի խոշոր արտադրություն կսկսվի։ Արտադրությունն իրականացնող Valex խմբի ընկերությունների նախագահը վստահ է Հայաստանի տնտեսության զարգացման համար նման գործունեությունը շահեկան է։ Հանրապետության նախագահին ներկայացնում են Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատում արդեն արված աշխատանքները, ծանոթացնում պղինձ մոլիբդենի հանքավայրի շահագործման ծրագրին, արդեն ծախսվել է ավելի քան $300 միլիոն։ Առաջին փուլում մենք սպասում ենք, որ ընդհանուր արտահանվող ապրանքի պղինձ և մոլիբդենային կոնցենտրատների արժեքը կլինի շուրջ 150-ից մինչև $190 միլիոն։ Արտադրության գործընթացը ներկայացնող անիմացիայում ներկայացվածը այս տարածքում իրականություն կդառնա ամիսներ անց։ 1200 հոգի արդեն աշխատանք ունի։ Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է տարեկան 7 միլիոն տոննա հանքաքարի արդյունահանում և մշակում։ Արտադրության առաջին 14 տարում միջինացված ցուցանիշներով տարեկան կարտադրվի մոտ 63,000 տոննա պղինձի և մոտ 960 տոննա մոլիբդենի խտանյութ։ Պատասխանատուները վստահեցնում են, փակ շրջանառության համակարգի նախագծային լուծումները բացառում են շրջակա ջրային միջավայրի աղտոտումը արտադրական ջրերով։ Առաջիկայում բացահանքը պատրաստ կլինի հանքաքար տալու լեռնահարստացուցիչ կոմբինատի դոտացիոն ֆաբրիկային։ Այս պահին ավարտին են մոտենում նախապատրաստական աշխատանքները առաջի հանքաքարի արդյունահանման։ Ավելին, մենք արդեն 2 աստիճանի վրա ունենք հանքաքարը բացված վիճակում և արդեն ավարտական փուլում է գտնվում ճանապարհի շինարարությունը բացահանքից դեպի հարստացուցիչ ֆաբրիկա։ Ինչպես ցանկացած տնտեսական գործունեություն, այնպես էլ բացահանքի ստեղծումը և լեռնահանքային արդյունաբերությունը չի կարող շրջակա միջավայրի վրա բացասական որոշակի ազդեցություն չթողնել, ընդունում է հանքավայրի ղեկավարությունը, նաև վստահեցնում, որ արվում է առավելագույնը վնասները նվազագույնի հասցնելու համար։ Օրինակ, այս ծառերը, ինչպես ասում են, հասակ են առել ոչ այն տարածքում, որտեղ հիմա կանգնած են։ Անտառային հատման գոտում հայտնված շատ ծառեր վերականգնվել են այլ տարածքներում։ Բացի այդ, անտառային ֆոնդին վնասի փոխհատուցման համար Valex խմբի Թեղուտ ընկերությունը մշակել է անտառապատման ծրագիր։ Դրա շրջանակում նախատեսվում է անտառապատում հատման ենթակա 357 հեկտար անտառի կրկնակի տարածքում։ 149 հեկտարում ծառատնկման աշխատանքներն արդեն իրականացվել են։ Հավատում եմ, որ շուտով թիվը չեմ ասելու, հավանական է 2 տարվա ընթացքում կունենանք առաջինը Հայաստանում միջազգային էկոլոգիական սերտիֆիկատ, որը նշանակում է, որ մենք արել ենք ամեն ինչ հնարավոր է, որպեսզի վնասը լինի ամենաչնչինը։ Հյուսիսային Հայաստանի տարածքում առաջընթաց ծառատնկման գործ ենք կատարում, ամեն մի հեկտար հատված անտառի փոխարեն նախապես տնկվում է 2 հեկտար անտառ և ոչ միայն տնկվում է, այլ հետևում ենք, որ դա նորմալ կանաչի անտառ դառնա։ Իհարկե, ակտիվիստների բողոքները էկոլոգիական խնդիրները կարևորելու հարցում ավելի են մեծացնում զգոնությունը։ Ընկերությունում վստահեցնում են, թե ակտիվիստների և թե տարածքի բնակիչների հետ մշտապես կապի մեջ են։ Բոլոր խնդիրները քննարկվում են լուծումներ գտնելու համար։ Վերջին տարիներին վիճակը փոխվել է դեպի լավ, իրանք են հասկանում, որ իսկապես մեր ցանկությունն է ունենալ այստեղ հնարավորին չափով անվտանգ արտադրություն ու հնարավորին չափով եթե թույլ է տալի նրանց մասնագիտություն, առաջին հերթին իհարկե հրավիրել աշխատանքի հենց տեղում ապրող մարդկանց։ Իդեպ Թեղուտի հանքավայրի տարածքում նաև մշակույթի և քաղաքակրթության վաղեմի հետքեր ու հուշարձաններ են հայտնաբերվել, ու դրանց պահպանության ուղղությամբ ընկերությունը պետական համապատասխան մարմինների հետ միջոցառումների ծրագիր է իրականացնում։ Ամենահետաքրքիր ուշագրավ տեսակը արտադրական կառույցների մնացորդներ, որոնք վկայում են, որ այս տարածաշրջանում արտադրական գործունեությունը, կոնկրետ մետաղագործությունը ունի բազմադարյա պատմական ակունքներ։ Արդեն Դիլիջանում հանրապետության նախագահին մեկ այլ կարևոր ծրագիր է ներկայացվում։ 2011 թվականից այստեղ սկսվել են պետեկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն հաջորդ տարեսկզբին։ Բեկի աշխատակիցներն այստեղ առավել խորացված կրթություն կստանան։ Ուսումնական գործընթացը կկազմակերպվի միջազգային փորձագետների մասնակցությամբ, իսկ միջազգային կարգավիճակ ստանալու դեպքում կրթօջախը կծառայի նաև այլ երկրների հարկային ոլորտի մասնագետներին։ Նախագահը Դիլիջանում մասնակցել է նաև Կենտրոնական բանկի կազմակերպած տնտեսական աճի հեռանկարները երկարաժամկետ հատվածում թեմայով սեմինարին։ Աննա Գրիգորյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։